Այսօր Սումգայիթյան ջարդերի տարելիցն է, որը մինչև այսօր միջազգային հանրության կողմից պատշաճ գնահատական չի ստացել։ Եթե միջազգային հանրությունը կանխեր Ադրբեջանի ցեղասպանական քաղաքականություն 20 և 23 թվականին Արցախի տեղի ունենային այդ գործողությունները ցեղասպանական։ Գիտեք, եթե միջազգային հանրությունը իր կանխարգելիչ ֆունկցիան կատարեր, եթե պատշաճ բարդության վրա լիներ միջազգային իրավունքը, տեղի չէր ունենա այն, ինչ տեղի ունեցավ Արցախի հետ։ Այո, անպատժելիությունը միշտ խրախուսում է ագրեսոր երկրների ախորժակը, եւ մենք հիմա նույն այդ վիճակը տեսնում ենք, ընդհակառակը մենք տեսնում ենք միջազգային իրավունքի կատարյալ ոչնչացում։ Երբ որ առնվազն հավասարության մեջ նշան է դրվում ագրեսորի եւ զոհի միջև։ Մենք տեսնում ենք Ադրբեջանի անթաքույց եւ հետեւողական աշխատանք, ամբարտավանություն, որով նրանք փորձում են Խոջալոյում տեղի ունեցածը ներկայացնել որպես ցեղասպանություն, անցած 2 օրերին պետական մակարդակով իրենք ոչ միայն Բաքվում, ոչ միայն Խոջալոյում, այլ նաև արտերկրի մի շարք մայրաքաղաքներում նշում էին այդ այսպես կոչված պսևդո ցեղասպանության տարելիցը, ուղերձներ են հասցեագրում աշխարհին, դրան զուգահեռ հիշեք, որ Ալիևը նացիստներից ավելի ծանր հանցագործներ է անվանել մեր ռազմագերիներին եւ փորձում է աշխարհում ստեղծել տպավորություն, որ հայ ժողովուրդն է ագրեսորը, որ իրենք ինքնապաշտպանվել են եւ այլն եւ այլն։ Գիտեք, 2 պատճառ կա մի քանի պատճառ կա, որ այսպիսի տխուր իրավիճակ է ստեղծվել։ Նախ համաշխարհային տուրբուլենտության հետևանքով միջազգային իրավունքն ու կառույցները չեն գործում, տոտալ ճգնաժամ է միջազգային իրավունքի։ Երկրորդը աշխարհաքաղաքական կենտրոնները մշտապես առաջնորդվել են ոչ թե միջազգային իրավունքով, այլ աշխարհաքաղաքական շահերով, բայց դրան ավելացել է մի շատ կարևոր հանգամանք։ Մենք ունենք անատամ, անշնորհք մի իշխանություն, որը հենց ինքն է իր խոսույթով ադրբեջանական նարատիվ գեներացել եւ տպավորություն ստեղծել, որ կոնֆլիկտի պատճառը մենք ենք, մեր հռչակագիրն է, մեր սահմանադրությունն է։